Սիրելի առաջին դասարանցիներ, շարունակում ենք դասապատրաստման աշխատանքները։ Համոզված եմ, որ դուք արդեն ծանոթացել եք ձեր նոր դասագրքին, Մայրենիի դասագրքին, որը Այբինարանի շարունակությունն է։ Դուք արդեն բավականաչափ ուսումնասիրել եք գիրքը, հիշում եք ձեր գրքի հերոսներին, պրպտիկին և մտմտիկին, որոնք օգնելու են ձեզ սովորելու այս նոր դասագրքով։ Պայմանական նշաններին համոզված եմ նույնպես ծանոթացել եք, իսկ եթե չեք ծանոթացել, ընթացքում կծանոթանաք։ Այս դասագրքով սովորելու ժամանակ մենք կպատասխանենք հետևյալ հարցերին. Ինչով եմ սիրում զբաղվել։ Ինչից եմ ես ուրախանում։ Ինչով եմ սիրում խաղալ։ Ով է իմ ընկերը։ Ինչ երազանք ունեմ։ Ինչ եմ լավ անում։ Որ հեքիաթն եմ սիրում։ Ինչ սովորեցի իմ առաջին դասագրքից։ Ինչ եմ ուզում սովորել այս դասագրքից։ Այս էջում մենք սկսում ենք ով ենք մենք թեման։ Եկեք հիշենք ով ենք մենք երեխաներ։ Մենք հայ ենք։ Ապրում ենք մեր հայրենիքում, Հայաստանում։ Իսկ յուրաքանչյուր հայի պարտքն է շատ լավ իմանալ իր մայրենի լեզուն և գրել և կարդալ մայրենի լեզվով։ Տարրերի ընտանիքն ու մեր ընտանիքը։ Այստեղ բանալի բառերն են տառ, այբուբեն, ընտանիք, սեր, հարգանք, հոգատարություն, ամենակարևոր բառերն են։ Կարող ենք նույնիսկ նախադասություններ կազմել օգտագործելով այս բառերը։ Տառերի ընտանիքն անվանում են այբուբեն։ Այբուբենը սիրո, հարգանքի, հոգատարության կարիք ունի։ Այժմ եկեք իմանանք ինչ է այբուբենը։ Հայերենի բոլոր տառերի ամբողջությունը մեր այբուբենն է։ Այբուբենում տառերն ունեն իրենց հերթականությունը, այբենական կարգը։ Այբուբենը սկսվում է ատառով և եզրափակվում է Ֆ տառով։ Ինչպես մեր ընտանիքներում յուրաքանչյուրն ունի իր դերը, այնպես էլ բոլոր տառերն ունեն իրենց դերն ու տեղը այբուբեն ընտանիքում։ Կարող ենք նաև, և շատ ցանկալի է, որ բոլորս անգիր իմանանք այբուբենը ըստ հերթականության՝ Ա, Բ, Կ, Դ, Ե, Զ, Է, Ը, Թ, Ժ, I, Լ, Խ, Ծ, Կ, Հ, Ց, Ղ, Չ, Մ, ય, Ն, Շ, Վ, Չ, Պ, Չ, Ռ, Ս, V, Տ, Ռ, Ց, U, Փ, Ք և Օ, Ֆ։ Այժմ կատարենք առաջին առաջադրանքը։ Տառերի շարքը լրացրու այբենական կարգով։ Արդեն այբուբենը, եթե անգամ անգիր չգիտեք, դուք տեսնում եք պարզապես տպագիր գրված, այժմ դարձնում ենք ձեռագիր։ Ա, Բ, Կ, Դ, Ե, Զ, Է, Ը, Թ, Ժ, իսկ ներքևում բաղաձայներն են Կ, Հ, Ձ, Ղ, Ճ, Մ, Յ, Ն, Շ, Վ, Չ։ Պարզապես շարունակում ենք ըստ հերթականության։ Այժմ երկրորդ առաջադրանքը պիտի կատարենք հետևելով օրինակին տառերից ստացիր բառեր։ Տեսեք, եղբայր բառն է, խառնագիր է կարծես, խառնվել են տառերը, դասավորել են և ստացել եղբայր բառը։ Այժմ Ա, Հ, ය, Ր տառերը դասավորելով ստանում ենք հայր բառը։ Պ, Պ, Ա, պապ։ Մ, Ա, ය, Ր դասավորեցինք և ստացանք մայր բառը։ ය, ու Ր, Ք տեղադրենք համապատասխան տեղերում և կստանանք քույր բառը։ Եվ վերջում տատ բառն ենք ստանում։ Այժմ պետք է կազմենք բառեր, որոնք սկսվում են ընտանիք բառի տառերով։ Ը-ով սկսվող, Ն-ով, Տ-ով, Ա-ով, Ն-ով, I-ով և K-ով սկսվող բառեր ենք գրում։ Ը-ով օրինակը տրված է ընկեր, Ն-ով նվեր, Տ-ով տատ, I-ով անուն, Ն-ով նկար, I-ով իր, K-ով քույր։
Եվ այժմ շարունակում ենք շարքը, տեսեք, մայր, քնքշորեն ասում ենք մայրիկ, հայր, հայրիկ, տատ, տատիկ, պապ, պապիկ։ Եվ ամենավերջում այս խաղն ենք խաղում, ով ավելի շատ։ Համերաշխ բառի տառերով կազմում ենք բառեր և գրում։ Օգտագործում ենք միայն համերաշխ բառի տառերը, ուրիշ տառեր չենք ավելացնում երեխաներ։ Ես ստացել եմ մեր, շահ, երամ, շերամ, հար, մահ, համ, համեր, մեղ։ Այսօր այսքանը, կհանդիպենք հաջորդ դասին։